Ես մի երկու բան ասեմ, ավելացնեմ, էլի, տեսեք, ես իմ մասնագիտության մեջ 34 տարի եմ մոտավորապես իմ մասնագիտության մեջ եմ, մասնագիտությունը սկսել եմ, մասնագիտական գործունեությունը սկսել եմ պետական համակարգում 7 տարի աշխատել եմ, հոկտեմբերի 27-ից հետո թևաթափելնելով դուրս եմ եկել համակարգից 2000 թվականից մինչև 2016 թվականը նույն մասնագիտությամբ, բայց աշխատել եմ մասնավոր հատվածում, ֆինանսական, հարկային, հաշվապահական, տարբեր բաներ եմ արել, այդ ընթացքում նաև Նայիրիդ գործարանի գլխավոր հաշվապահի ֆունկցիա եմ իրականացրել, դա 2007 թվականին պոստ-սովետական շրջանի Նայիրիդի այն ժամանակահատվածներում Նայիրիդը 11000 տոննա կաուչուկ արտադրեց, այդքան բան չի եղել, տենց պրոդուկտ չի եղել։ Իհարկե հետո 2008-9 թվականի ֆինանսական տեսական ճգնաժամը կանգնացրեց Նայիրիդի վերագործարկման մի մեծ ծրագիր կար, որ չկարողացանք իրականացնել, ու Նայիրիդի պատմությունը կամաց գնաց դեպի սպառ։ Ես վերադարձել եմ պետական ծառայության 2016 թվականին որպես ֆինանսների փոխնախարար։ Դա ՀՀԿ-ի ժամանակաշրջանն էր, ինչպես այսօր ասում են, երրորդ նախագահի ժամանակաշրջանն էր։ Մեզ լսած կլինեք տարբեր մանր մուներ այսօրվա քաղաքական գործիչներ, մեզ ասում են, օրինակ երրորդ նախագահի գրպանի քաղաքական ուժ, այս բաներ պիտակավորումներ են անում։ Պարոն Թաթոյանը եղել է փոխնախարար արտարադատության նախարարություն, ես եղել եմ ֆինանսների փոխնախարար։ Այո, երկուսս էլ աշխատել ենք այն ժամանակահատվածում, երբ որ երկրի ղեկավարը եղել է Սերժ Սարգսյանը, երրորդ նախագահը։ Բայց մենք երկուսս էլ իրականացրել ենք մեր հայեցողական պարտականությունները, այսինքն պրոֆեսիոնալ ենք եղել։ Չենք եղել քաղաքական թիմի անդամ, չենք եղել ՀԿ-ի անդամ։ Լավ է, վատ է, կարևոր չի։ Կարող է լինեինք ՀԿ-ի անդամ, շատ ավելի լավ գործեր անեինք, բայց ես փաստ եմ արձանագրում, այսինքն մեզ քաղաքական առումով այդ ուժի հետ կապելը ինքը աբսուրդ է։ Դրանից հետո պարոն Թաթոյանը եղել է մարդու իրավունքների պաշտպան։ Մենք բոլորս հիշում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այդ ինստիտուտի ռեյտինգը իր պաշտոնավարման ավարտին 22 թվականի, եթե չեմ սխալվում, փետրվարին, ինչքան էր բարձրացել։ Պարոն Թաթոյանը իր գործունեությամբ նույնիսկ իր իրավասությունների շրջանակների են եզրագծով այնպիսի մի գործունեություն էր իրականացնում, որ ամբողջ ազգը թևաթափ վիճակում ոնց որ թե պետությունից բխող այդ պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էր տեսնում, թե սահմանային անվտանգության խնդիրները, թե Արցախի հետ կապված, այդ ամեն ինչը այդ պատերազմից հետո այդ ժամանակաշրջանը ինչքան վատ ու մութ ժամանակաշրջան էր, ժողովուրդն էլ այդ հիասթափության ու այդ բանի մեջ, չէ՞, ստանում էր պետական մարմիններից այդ բանը գալիս էր մարդու իրավունքների պաշտպանը։ Ես եղել եմ պետ նախագահ 2 տարի 2018-2020 թվականներին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք։ Ես չեմ եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ես էլի իրականացրել եմ իմ պրոֆեսիոնալ գործունեությունը։ Ինչքանով որ կարողացել եմ, ես իմ պոստում, իմ պաշտոնում իրականացրել եմ էլի ըստ էության հայեցողական պարտականություն։ Սա ինչի եմ այսպես ասում։ Այո, մենք երկուսս էլ եւ մեր թիմի հիմնական մասը բոլորը տեխնոկրատներ են, մասնագետներ են, իրանց գործի պրոֆեսիոնալներ են։ Մեր կարծիքով այսօրվա մեր կառավարությունը, որը որ մենք ակնկալում ենք, որ պիտի ձևավորվի, միմիայն պետք է լինի պրոֆեսիոնալներով, պրոֆեսիոնալների կառավարություն եւ ամենակարևորը այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք ունեն կամք եւ որոշում կայացնելու կարողություն։ Մի բան է, չէ, մարդը մասնագետ է, բայց կամք չունի։ Որոշում չի կայացնում։ Ինչ ասում են, ասենք միևնույն հարցի վերաբերյալ կարա տարբեր կարծիքներ ունենա։ Իրան էլ դնում է պրոֆեսիոնալի տեղ։ Մենք միշտ որտեղ որ աշխատել ենք, մենք բոլորս ունեցել ենք մեր ընդգծված պրոֆեսիոնալ տեսակետ ու այդ տեսակետին տեր ենք կանգնել։ Մեզ այսօր այդպիսի կառավարություն է պետք։ Կիսատների կառավարություն պետք չի։ Մեզ թերուսների կառավարություն պետք չի։ Մեզ վախվորածների կառավարություն պետք չի։ Կզածների կառավարություն պետք չի։ Մեզ պետք է այնպիսի կառավարություն, որը գիտի, թե ինչպես պետք է այս ցեխից, այս փոսից անի այս պետությունը գնա առաջ։ Ես դա ինչի եմ ասում։ Մենք ոչ մեկի հետ չենք հարգում։ Մենք հարգում ենք բոլոր նախագահներին։ Առաջին նախագահին էլ ենք հարգում, երկրորդ նախագահին էլ ենք հարգում, երրորդ նախագահին էլ ենք հարգում, որովհետև մենք գիտենք հարգել պետական ինստիտուտը։ Որպես մարդ, որպես ֆունկցիոներներ, իրանք ունեցել են բոլորը իրանք սխալները։ Իրանք սխալները եղել է ժողովրդի աչքի առաջ։ Ու այդ սխալների հիման վրա է 18 թվականին եղել այդ քաղաքացիական ռեֆորմացիա։
Դրա արդյունքի վրա է, տալիքի վրա է եղել 18 թվականի իշխանափոխությունը։ Եղել է ամեն ինչ լավ Հայաստանում, ոչ չի եղել։ Բայց մենք այսօր տեսեք, նույնիսկ այդ բաշի բոզուկները, որոնք որ մեզ ժամանակ առ ժամանակ պիտակներ են չէ կպցնում, մենք բարձր ենք մնում։ Մենք չենք իջնում իրանց մակարդակ, մենք չենք պատասխանում իրանց։ Դրա փոխարեն ժողովրդին գնում ներկայանում ենք, մեր ծրագրերն ենք ասում։ Ասում ենք, որ տնտեսական նոր քաղաքականություն պետք է ունենանք։ Այդ նոր քաղաքականությունը ունի հստակ 7 ուղղություն։ Այդ ուղղությունները կամաց բացահայտում ենք, բացատրում ենք ժողովրդին։ Մենք նրանց բաներին, այդ խոսույթներին, պիտակավորումներին պատասխանում ենք պրոֆեսիոնալ, գրագետ մեր ծրագրերով, որը որ ունենք։ Եվ այս բուկլետները, որ մեր ժողովուրդը հեսած էս կբաժանի, դի խնդրեմ, որ դա սեղմագիրն է, կարդակ, բայց այնտեղ նաև կա հնարավորություն, որ ինտերնետով մուտք գործեք, կարդակ ընդհանուր ավելի մեծ ծրագիրը։ Մենք ձեզ ժողովուրդ ջան, ներկայացնում ենք հստակ բան, իրավիճակը։ Ասում ենք, որ իրավիճակը վատնա, իրավիճակը օրհասական է։ Եթե ընտրվում է այսօրվա իշխանությունը, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, ապա Հայաստանի կյանքը կարճ է։ Ինչու, որովհետև 300,000 ադրբեջանցիների իրենց շագերտավոր ասած վերաբնակեցման, այդ արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը հստակ իրագործվելու է։ Դա այն լորուտում, ասենք, այն թուրքերը, որ գալիս էին, բան անասուն էին պահում, չէ, այդ թուրքերը չեն գալու։ Կանաչի ծախող թուրքերը չեն գալու։ Այն քիրվաները չեն գալու։ Գալու են այն թուրքերը, որոնք հատուկ պատրաստված են լինելու։ Գալու են իրենց համայնքներով, իրենց բաներով, իրենց խաղաղ գոյակցությունը երաշխավորող իրենց պետական ծրագրերով։ Այդ նշանակում է, որ մենք մեր ազգային գաղափարախոսությունը չպետք է ունենանք, որտեղ օրինակ ազգային գաղափարախոսություն ունենալը նշանակում է ադրբեջանցիների իրանց ազգային բաներին, ասենք, չգիտեմ, դեմ գնալ եւ այլն։ Սա հստակ է, սա պետք է գիտակցենք, որ դրա համար եմ ասում, հունիսի 7-ը կամ վերջակետն է, կամ ինչ որ բանի սկզբնակետ, ու դա մեզ բոլորից է կախված։ Սա Կարեն ջան, քո ասածի ոչ մեկի հետ կապ չունենք։ Կարանք նստենք բոլորի հետ էլ զրուցենք, բաց ճակատով, հավասարը հավասարով, պայման թելադրելով, մարդկանց լսելով, բանակցելով, ու այդ բանակցությունների արդյունքում ամենախենամիտ որոշում կայացնելով։ Մենք մենակ մի բան գիտենք, ես վստահություն ունեմ, որ մեր քաղաքական ուժի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն պատմական այս ժամանակահատվածի այս պահի ամենահարմար թեկնածուն է։ Հարմարը բարի քաղաքական իմաստով։ Այն թեկնածունը, որը կարա համախմբի պրոֆեսիոնալներին, ազգային գործիչներին, այն բոլոր մարդկանց, ովքեր որ սեփական շահը ստորադասում են հանրային շահին։ Այսօր եթե ինչ-որ մի չինովնիկ, ինչ-որ մի մարդ սեփական շահը առաջ բրդած գնում է, նա ազգային դավաճանի նման պիտակավորում պետք է ունենա։ Այսօր բոլորս պետք է շարժվենք միմիայն ազգային ու պետական շահերով։ Ու մեկ էլ պետք է ունենանք այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց սեփականը ստորադասում են այդ պետական ու ազգային շահերը։ Այս քո հարցի պատասխանն էր, մի քիչ sense էմոցիոնալ ստացվեց, բայց հմե ես էլ սհե։ Իմն ես։ Հարցեր տվեք, ժողովուրդ ջան։ Ձեր բոլոր հարցերը հետ կապված դուք բան եք, չէ՞ ասում։ Չէ, ասում սաղին էլ է տանջում էլի այդ հարցը։ Այդ հարցը։ Հա, իմանալի է այդ հարցը։